Համաձայն եք վարչապետի այն հայտարարության հետ, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Եթե կազմակերպությունը պետքա կարգ ու կանոն լինի բոլոր տեղերում, այս երկիրը սաղ ուզում են քանդել։ Վարչապետը ճիշտ է։ Սաղ էլ նույնն են, էլի պատաշկեքի վրա են ապրում, մանետ տուր։ Կուսակրոն են թե ոչ։ Այտենց էլ ասա։ Մանետ տալիս ենք, որ մեզ ծառայեն, բայց մեր պետությունն են քանդում։ Երևի 80%-ը ոչ։ Ինչ եք կարծում, օրինակ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր։ Պիտի կազմալույծ լինեն։ Ինչ լինեն։ Կազմալույծ լինեն։ Այսինքն չծառայեն որպես հոգևորական այլևս, քանի որ իրենք խախտել են Աստծո պատվիրանները։ Ինչ որ գիտեմ լրատվամիջոցներից, գիտեմ ու հավատում եմ դրան։ Ես ինքս էջ միածին չեմ գնում, որովհետև ինքս չեմ հավատում մեր հոգևոր հայրերի մաքրությանը եւ մտածում եմ, որ ինձ համար իհարկե Աստծո հետ շփվելու համար ինձ պարտադիր չի հոգևորականը։ Ես իմ տան մի փոքր անկյունում կարող եմ Աստծո հետ շփվել։ Անպայման 100%։ Որտեղ սուտիկ կրոնականներ են, ժողովրդին մոլորացնող։ Երևում այլ որ խախտում են։ Եկեղեցու անվան տակ ճիշտ անում էր վարչապետը։ Նա պետք է քրեական պատասխանատվությանը ենթարկվի։ Պետք է չամուսնանա ընտանիք չկազմի, որ լրիվ նվիրվի Աստծուն։ Թե մարդ մի բանի համար ուխտ է տվել, ուրեմն պետք է կատարի, եթե չի կատարում, ուրեմն պետք է դուրս գա, չլինի։ Այն չեմ ուզում ասել, են Տեր Շահենի արածները հեչ եկեղեցու կրոնավորի բան չէ, էլի։ Պետք է ստուգվի։ Ովքեր որ իրատեղում չեն, բոլորը պետք է հեռանան։ Համաձայն եք վարչապետի այն հայտարարության հետ, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այո, պետք է հեռանան։ Ինչ եք կարծում, մեր բարձրաստիճան հոգևորականները կուսակրոն են թե ոչ։ Կարծում եմ ոչ։ Ստումատը չէ։ Համաձայն եք վարչապետի այն հայտարարության հետ, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այո, պիտի հեռանան, եթե իրականում խախտել են։ Չի կարելի, հոգևորական են, ուրեմն պետք է լինեն, անեն նենց, ոնց որ պետք է։ Հոգևորականի համար ընդհանրապես նշանակություն չպետք է ունենա, իրան հեռացնում են իր աշխատանքից, դե չէ։ Ինքը հոգևոր կյանքը ընտրել է ոչ թե աշխատանքի համար, այլ իր հոգևոր կյանքի համար։ Պաշտում եմ Աստծուն, ես հայ քրիստոնյա եմ, ով ինչա, ես ոչինչ ասել չեմ կարող։ Որտեղ իրանք հիմար են։ Ուխտը չդրեն, ուխտը տված է սրբության համար, ամեն ինչ է բալաջան։ Ուխտը սրբություն է, ցավը տանում։ Մենք ուխտով ենք ապրում։ Ուխտը մեր սրբությունն է, Աստված ու ուխտ։ Այո։ Կուսակրոնության ուխտը, այսինքն որ իրանք չպետք է ընտանիք կազմեն, երեխաներ ունենան։ Բայց ունեն բոլորը հիմա, այնպես չի ոչ ունեն։ Ես դրանց մասին չեմ հետաքրքրվում, կներեք ինձ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։